Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելու համար կուսակցության գրասենյակ եկած վարչապետ Փաշինյանը լրագրողներին դիմելով կեսկատակ կեսլուրջ հարցրեց. արդյոք իրեն ուղղված հարցեր ունենք, ակնարկելով, որ ամեն շաբաթ ճեպազրույցներ է տալիս։ Ուզում եք off the record կարանք շփվենք, բայց բրիֆինգ չեմ տա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում վարչապետը եւս ներկուսակցական իր ընտրությունը կատարեց։ Բրիֆինգներ տվեցին կուսակցության այլ անդամներ։ ԿՊ-ում հիմա կա 50 վարչապետի թեկնածու, որովհետև բոլոր 50-ը համարվում են վարչապետի թեկնածու։ Հավանական վարչապետը կարծում եմ հայտնի է։ Որ ասում եք մի մարդ է, որ ասում 1000 պատվիրակ հենց հիմա ձեր աչքի առաջ այստեղ այս հետևը հենց գալիս են ու քվեարկում են, որպեսզի ֆիքսեն ով է առաջին համարը, ով է երկրորդ համարը, ով է երրորդ համարը, ով է չորրորդ համարը, ով է 5-րդ համարը անցած անգամ ֆիքսել էին, որ ես եմ։ Ալեքսանյանը սա հակադրելով այլ կուսակցությունների գործելավոճին հետևյալը նշեց. Այ այնտեղ մի հոգի նստած, այ թուղթը ձեռը լսում է թե այնտեղից ինչ են ասում պագոնավոր ձյաձյաները ԿԳԲ-ի ու գրում է. այս մեկը առաջի, այս մեկը երկրորդ, այս մեկը այնտեղ այ այնտեղ է մի հոգու։ Հարցին թե ով է լինելու վարչապետի թեկնածուն Վահագն Ալեքսանյանը նշեց. իր ընկալմամբ այստեղ կա բացահայտ ֆավորիտ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդանի փոխնախագահ Ռուբինյանի խոսքով, եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի։ Իսկ ընդդիմադիր ուժերը նրա խոսքով վերանայելու են այն խաղաղությունը, որն այսօր կա։ Իսկ դա նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից եւ թրիփի իրագործումից, հրաժարվել Ղարաբաղյան շարժումը չշարունակելուց։ Սա ավտոմատ 100%-ով բերելու է պատերազմի։ Լրագրողները հետաքրքրվեցին, այդ երբ են ընդդիմադիր ուժերը պնդել, թե գալով իշխանության Ղարաբաղյան շարժումը շարունակելու են։ Ասեմ, Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նայեք իմ եւ Արծվիկ Մինասյանի բանավեճը Շանթի եթերում ապրեք։ Այնտեղ ես ասում եմ հակամարտությունն ավարտված է, պարոն Մինասյանը ասում է հակամարտությունը չի կարող ավարտված համարվել։ Քննադատությանը, թե քաղաքացիական պայմանագիրը կուսակցական խաղաղություն է բերել, Ռուբինյանը համաձայն չէ։ Կարծում է, բերել են իրական խաղաղություն։ Ճեպազրույցներում անդրադարձ եղավ նաև սահմանադրության փոփոխությունների։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեցինք, արդյոք հնարավոր է փաստաթուղթը հանրաքվեի դրվի նոյեմբերին։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ սահմանադրության փոփոխության ժամկետների մասին քննարկում չեն ունեցել։ Հարությունյանը պատասխանեց նաև այն հարցին, թե այն գնահատականները, որոնք հնչեցնում են ընդդիմադիրները, սահմանադրության փոփոխության նոր սահմանադրության ընդունման հետ կապված, համարելով, որ դրանք Բաքվի պայմանը կատարելու համար են արվում, արդյոք նոր սահմանադրության լեգիտիմությունը կասկածի տակ չի դնում։ Պատասխանը կարճ էր. ոչ, չի դնում։ Եվ վարչապետը, եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները բազմիցս ոչ մեկ անգամ նշել են, որ այդ փոփոխությունը առաջին հերթին պետք է մեր զարգացումը ապահովելու համար։ Ինչ է նշանակում սահմանադրություն։ Այսինքն մեր փոխհարաբերությունների սահմաններն են դրվում։ Ընդհանուր տրամաբանությունն ու ոգին է դրվում։ Այս մասին է խոսքը։ Ես նկատում եմ կոնֆլիկտ է առաջացել այս տարիների հետ պատճառով։ Այն, որ ավարտվել է օգոստոսի 8-ին։ Հարությունյանը փորձագիտական գնահատականներ չտալով, այլ Հայաստանի ընդհանուր դիրքորոշումը ներկայացնելով անդրադարձավ նաև Իրանի շուրջ զարգացումների։ Ասաց, որ այնինչ տեղի է ունենում տարածաշրջանում, լրացուցիչ լարում եւ խնդիրներ է ստեղծում հարևան բոլոր երկրների համար։ Նշեց, Հայաստանը ցանկանում է, որ այդ լարումը շատ կարճ ժամանակում դադարի։ Տարբեր կերպ է ազդում պետությունների վրա։ Մեկի տարածքում մոլորված դրոն են գնում, մյուսի տարածքում նպատակաուղղված դրոն են գնում։ Այն մյուսի տնտեսական մատակարարումների շղթաներն են խափանվում եւ դա ազդեցություն է ունենում տնտեսության վրա, գների աճի տեսքով, աշխատանքների հապաղման տեսքով, օրինակ շինարարության մեջ եւ այլն։ Իհարկե Հարությունյանի խոսքով Հայաստանը բավարար քայլեր ձեռնարկել է նաև մինչ այդ ճգնաժամի մեկնարկը, բայց նրա խոսքով, եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի եւ առհասարակ աշխարհի վրա։ Տիգրան Ավագիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։